Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան, համեցեք պարոն Վարդանյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ ձեզ վստահության համար, շնորհակալ եմ կառավարության մեր գործընկերներին նախորդող ժամանակահատվածում ներդաշնակ աշխատանքի համար, պարոն վարչապետ, իմ համար մեծ պատիվ է վերաստանձնելու հարազատ մասնագիտական ոլորտի առաջնորդությունը եւ շնորհակալ եմ ոլորտի զարգացման օրակարգային հարցերը առաջ տանելու հնարավորություն ընձեռնելու համար վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը ոչ միայն ոլորտային կառավարության ծրագրի հատվածը իրականացնելու համար, այլ նաև նպաստել հարակից ոլորտների բոլոր ծրագրերի առաջընթացին եւ շնորհակալություն եւս մեկ անգամ վստահության համար։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, հարգելի գործընկերներ, ըստ էության մենք կապիտալ ներդրումների ծավալով արդեն վստահաբար գտնվում ենք Խորհրդային Միության ժամանակների հետ, Խորհրդային Հայաստանի ժամանակների հետ համեմատելի վիճակում։ Իհարկե, վերջերս մենք փորձեցինք փաստահենք փորձել համեմատել, թե այսօրվա մեր կապիտալ ներդրումների ծավալները ինչպիսին են Խորհրդային Միության ժամանակների համեմատ, եւ պարոն Վարդանյան, եթե ճիշտ եմ հիշում, բնականաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի լավ ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում տարվա կտր, ճիշտ եմ հիշում։ Այո, ճիշտ եք հիշում, պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետությունում բնակարանաշինության ամենամեծ ծավալները իրականացվել են 85985-86 թվերին, իսկ 2025 թվին գրեթե 80%-ով մենք գերազանցել ենք Հայաստանի Հանրապետությունում համեմատած բնակարանաշինության ծավալները։ Եթե 1.2, 1.3 միլիոն քառակուսի մետր իրականացվել են ժամանակ շինարարությունը, ապա 2025 թվին ավելի ծավալով է իրականացվել եւ ոչ միայն բնակարանաշինության մասով, արդեն առաջին կիսամյակի տվյալները կան եւ վիճակագրական կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում ակնկալում ենք, որ այս տարվա մինչեւ ավարտ մենք կգերազանցենք կապիտալ շինարարական ծրագրերի ծավալը 900 միլիարդ դրամ եւ ավելի։ Այսինքն բնականաշինության ծավալները ասիկ 80%-ով գերազանցել ենք, ավելի ենք կառուցել, 80%-ով ավելի կառուցել ենք, հա։ Կառուցել ենք, քան 1985 թվականին, որը Խորհրդային Միության տարիներում ամենամեծ ծավալի բնականաշինության տարի է եղել։ Ընդ որում այստեղ համեմատության մեջ հարգելի գործընկերներ կարող է լինել տեսակետ, թե այն ժամանակ կառավարություններ կառուցում, հիմա կառավարությունը չի կառուցում, բայց ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում բնականաշինության տեմպերը սկսել են աճել 2020 թվականին մեր կայացրած մի որոշմամբ, երբ որ մենք որոշեցինք եկամտային հարկի վերադարձի համակարգում որոշակի փոփոխություններ անել, այդ թվում կազմակերպչական, եւ ըստ էության այդ շինարարության մի զգալի հատվածը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, եւ իհարկե սա սխեմա է, որը աշխատում է եւ մենք առաջիկայում նաև կխթանենք եւ բացի դա իհարկե ուղիղ հենց կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահական հիմնարկներ եւ այլն եւ այդպես շարունակ եւ շինարարությունը հիմա մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, բայց այդտեղ էլ մեր խնդիրներով էլի ես հիշում եմ, որ այս դահլիճում հայտնվելու առաջին օրերից ես այդ թեմայի մասին խոսել եմ, սկզբից շատ զգուշ, հետո ավելի ոչ զգուշ, հետո հուսահատվել եմ ու չեմ խոսում ընդհանրապես, որովհետև պետք է արձանագրել, որ իհարկե երկրում հայտնվել են բավականին բարձրորակ շինարարական կազմակերպություններ, բայց նաև կան շինարարական նախագծեր եւ շինարարական հրապարակներ, որ մտնում ես, ասում այդ մարդկանց նայում ես, ասում ես, բայց ինչի էլի։ Ինչի, այսինքն ինչի կարա, ոնց է սա հնարավոր 21-րդ դարում, ասենք լավ, ոնց է սա հնարավոր, ոնց կարելի է սենց աշխատել, ոնց կարելի է սենց մոտենալ հարցին, եւ մենք բոլոր շանսերը տվել ենք, մենք պետք է այնց անենք այդպես գործող ընկերությունները ուղղակի փակվեն եւ դաշտից դուրս գան։ Այլ կոմպրոմիսների տեղ մենք չունենք։ Պետք է շատ հատուկ գործել եւ
որովհետև դա արդեն բոլորովին ուրիշ թեմա է, ուրիշ ոլորտ է, մանավանդ մեր այսօրվա ծավալների մեջ, եւ ընդ որում պետք է նաեւ արձանագրել հարգելի գործընկերներ հետեւյալը, որ մենք ունենք բոլոր տվյալները հավակնություն ունենալու, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք էականորեն ավելին կարող ենք անել, քան արել ենք նախորդ 8 տարվա ընթացքում, էականորեն ավել, եւ նաեւ սկսած սուբվենցիոն ծրագրերի ծավալներին, այսօր մեր համայնքները, ըստ էության մի համայնքը կարող է եւ այդպես էլ կա սուբվենցիոն այնպիսի ծրագրերի ծավալ ներկայացնեն, ինչպեսին ասենք 2019 թվականին երկու մարզ իրար հետ ներկայացրել, այսինքն մենք այսօր այդպիսի իրավիճակ, այսինքն 2019 թվականին կարող է երկու մարզի ցուցանիշները այսօր տեղավորվում են մի համայնքի ցուցանիշի մեջ, եւ սա իհարկե այդ չի նշանակում, որ համայնքների բոլոր ծրագրերը հաստատելու ենք, բայց ինքը թիվը շատ ինդիկատիվ է եւ ընդհակառակը մենք որակի վրա ավելի մեծ շեշտ պիտի դնենք բովանդակային առումով որակի վրա եւ շինարարական առումով որակի վրա։ Հիմա խնդրեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան, համեցեք պարոն Մովսիսյան։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կառավարումը ինձ վստահելու համար եւ վստահեցնում եմ ձեզ, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ ձեր եւ մեր ժողովրդի սպասելիքները եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին ձեզ եւ մեր հարգելի գործընկերներին վերջին գրեթե 5 տարիների ընթացքում համատեղ կատարած աշխատանքի համար, որի արդյունքը եղել է նոր դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, պուրակներ, խաղահրապարակներ եւ վերջապես մեծ հաշվով մեր ժողովրդի բարեկեցության բարձրացումը, որի համար շնորհակալ եմ բոլորիցս հետ։ Շնորհակալ եմ, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյան։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ անցած տարիների աշխատանքի համար։ Ուզում եմ ասել, որ Արարատի մարզում բավականին մեծ աշխատանքներ ա իրականացվել եւ առաջիկայում եւս բավականին մեծ աշխատանքներ ունենք անելու, որի համար շնորհակալ եմ եւս մեկ անգամ պարոն վարչապետ վստահության համար։ Շնորհակալ եմ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյան։ Մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ ձեզ, նույն ոգով կաշխատեմ շարունակել ի բարություն Հայաստանի Հանրապետության եւ Արմավիրի մարզի։ Շնորհակալ եմ Գեղարքոնիքի մարզպետ Կարեն Սարգսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, նախ շնորհակալություն եմ հայտնում նախորդ 5 տարիների աշխատանքի համար, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Գեղարքունիքի մարզում, հարյուրավոր միլիարդ դրամների ներդրումներ ենք իրականացրել, ինչը իրատեսական իրականում փոխել է Գեղարքունիքցու կյանքը, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում մեր կառավարությանը եւ վստահեցնում եմ, որ հաջորդ իմ պաշտոնավարման ժամկետում եւս նույն ձևով, մեծ պատվով, մեծ ջանասիրությամբ շարունակելու եմ ծաղկեցնել ու շենացնել Գեղարքունիքի մարզը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյան։ Մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար, այն ինչ տասնամյակներ շարունակ Լոռու մարզում թվում էր հեռու երազանք, այսօր դառնում է իրականություն եւ չափելի արդյունք հողի վրա։ Եվ նաև ուզում եմ ընդգծել, որ մեր քաղաքներն ու գյուղերը եւ մարզկենտրոն Վանաձորը ոտքի են կանգնում գլխավորապես կառավարության վարած քաղաքականության շնորհիվ։ Իմ հերթին խոստանում եմ ջանք չխնայել մեր երազանքների Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ վստահության համար եւ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ պարոն Մկրտչյան, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյան։
Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս 1.5 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար։ Այս տարիների ընթացքում Շիրակի մարզը եւս 180 աշճան փոփոխություն է կրել եւ մասնավորապես Գյումրի քաղաքը աշխատանքներ, որոնք սկսվել են ու շարունակվում են Շիրակի մարզում, մենք այս պահին մոտ 50 միլիարդ դրամի աշխատանք ենք անում, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամատակարարում, գազաֆիկացում, մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ ստանձնում աշխատանքս մարզպետի պաշտոնին եւ պատրաստակամությամբ շարունակելու եմ այն աշխատանքները, այն գործունեությունը, ինչ որ ծավալել եմ միջի այժմ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Շնորհակալ եմ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Սյունիքի մարզպետի պաշտոնը եւս մեկ անգամ ինձ վստահելու համար։ Կառավարության կողմից վերջին տարիներին Սյունիքում իրականացված աննախադեպ ծավալների աշխատանքը իր արդյունքն է տվել եւ այսօր Սյունիքի մարզի համայնքները արագ զարգանում են։ Իմ կողմից վստահեցնում եմ կանեմ առավելագույնը կառավարության ծրագրերի շարունակականությունն ապահովելու, մարզի զարգացման եւ բնակիչների բարեկեցության համար։ Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է, ինչի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում։ Վարաձորի մարզպետ Վահագն Արսենյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, խորին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար, կաշխատեմ իշա Վայոց-Ձորի մարզի եւ Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալամյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, շնորհակալ եմ վստահության համար, հավաստիացնում եմ, որ առաջիկայում գործունեությունը Տավուշի մարզպետի պաշտոնում ուղղված կլինի Տավուշի մարզի զարգացմանը, կառավարության ծրագրերի իրականացմանը եւ մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, հաջողություն եմ մաղթում կրկին բոլորիդ։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։